25 տարի առաջ այսօրը սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը աննախադեպ միասնականությամբ մեր պատմության մեջ երբևէ չեղած մասսայականությամբ իր արժանապատվությամբ, իր պատվասիրությամբ, իր հաղթանակի շքերթը կազմակերպեց։ Դա մեր անկախության հանրաքվեն է։ Անկախության հանրաքվեին կողմ են քվեարկել 2,46,167 Հայաստանի քաղաքացի։ Սա մեր պատմության մեջ միակ եւ Աստված դա վերջի այսպիսի միասնական անկախություն կերտելու փաստը։ Եվ ես ուզում եմ այսօր 25-ամյակի օրը շնորհակալությունները սկսել Ղարաբաղ կոմիտեի անդամներից, որովհետև Ղարաբաղ կոմիտեն է, որ շարժումը այն արժանապատիվ շարքը միջոցառումների, հաղթանակների, որը բերեց մեզ անկախության։ Այսօր մեր Ղարաբաղ կոմիտեի ընկերները այստեղ են։ Ես ուզում եմ Սամսոնին շնորհավորել, Ալեքսան Հակոբյանին շնորհավորել, Վարդգեն Արարքյանին շնորհավորել, Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել, նաև նրանց, ովքեր այսօր այս պահին այստեղ չեն։ Ղարաբաղ կոմիտեի բոլոր անդամները, բոլոր առանց բացառության հերոսներ են։ Նրանք մեր պատմության, մեր անկախության, մեր պետականության հիմնադիր հայրերն են։ Հաջորդ շնորհակալություն ես ուզում եմ ուղղել այն 213 պատգամավորներին, որոնք ամսի 23-ին, սեպտեմբերի 23-ին միաձայն 213 կողմ 0 դեմ 0 ձեռնպատ քվեարկությամբ արձանագրեցին ժողովրդի հաղթանակը եւ Գերագույն խորհուրդը վավերացրեց ժողովրդի հանրաքվեի արդյունքները եւ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն։ Ես առանձնահատուկ ուզում եմ նշել հանրաքվեի հանձնաժողովին եւ հանրաքվեի հանձնաժողովի նախագահ պարոն Վարդգեն Արարքյանին։ Այդ հանձնաժողովը հիրավի պատմական որոշում կայացրեց եւ կմնա պատմության մեջ որպես Հայաստանի անկախության հանրաքվեի հանձնաժողով։ Հաջորդը ես ուզում եմ անպայման շնորհավորել եւ հիշել այդ օրվա քաղաքական ուժին, հայոց համազգային շարժման կուսակցության բոլոր անդամներին, Վանո Սիրադեղյանի գլխավորությամբ, բոլոր այն կուսակցության ղեկավարների գլխավորությամբ, որոնք այդ տարիներին ղեկավարեցին, կազմակերպեցին շարժումը, եւ այդ շարժումը եկավ հասավ պարլամենտ, պարլամենտում հռչակվեց անկախություն եւ անկախության ամբողջ գործընթացը ղեկավարվեց այս քաղաքական ուժի կողմից։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են, բարի հիշատակ բոլոր նրանց, ովքեր այստեղ չեն, բայց այդ գործի հեղինակներն են, այդ գործի կազմակերպիչներն են։ Եվ երևի ավարտեմ Հայ ազգային կոնգրեսով, Հայ ազգային կոնգրեսի խմբակցությամբ, որ այսօր պարլամենտում է Ստեփան Դեմիրճյանին, Գագիկ Ջհանգիրանին, մեր բոլոր աջակիցներին, մեր օգնողներին, մեր համախոհներին, կոնգրեսի բոլոր ակտիվիստներին։ Եվ ամենավերջինը, եւ ամենակարևորը, ես ուզում եմ մեր ժողովրդին շնորհակալություն ասել։ Այն 2,46,000 մարդուն, որոնք հավատացին, վստահեցին, եկան եւ կերտեցին մեր անկախությունը։ Փառք ու պատիվ մեր ժողովրդին, անկախություն սիրող մեր ժողովրդին, արժանապատվություն սիրող մեր ժողովրդին։ Առանց ժողովրդի այս տոնը չէր կայանա։ Եվ եթե պահպանելու է այս անկախությունը, ապա պահելու է նույն ժողովուրդը։ Եվ փառք ու պատիվ այդ ջահելներին, այն երիտասարդությանը, որ այսօր այստեղ է։ Մենք ձեզ ենք հանձնում այդ էստաֆետը, մենք աշխատենք ձեզ քիչ պրոբլեմներ տալ, որ դուք կրկին այնչափ չպայքարեք, որքան մենք ենք պայքարել, բայց այնուամենայնիվ ձեզ պայքարելու ձեր բաժինը մնալու է։ Վերցրեք այդ էստաֆետ անկախության ու հանձնեք ձեր երեխաներին, ձեր թոռներին։ Շնորհավոր անկախություն, կեցեք ազատ, արժանապատիվ, անկախ Հայաստանը։ Շնորհավոր Հայաստան։ You
25 տարի մենք անցել ենք, տեսել ենք այն անկախությունը, որ մեր մերքերով էլ ստեղծել ենք։ Գնահատելիս սա, փորձում ենք նաև տեսնել իսկ այլ ազգերը ինչ են ունում, ինչ կերպ են դիմավորել անկախության 25-ամյակը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Իսրայելի պետությունը, որը 1948 թվականին ստեղծվեց, մոտավորապես անցել է նույն ճանապարհը, մաքարման, կայանալու, պատերազմների եւ հաղթանակած է դուրս եկել։ Բայց հետո այդ հաղթանակած վիճակում մի քիչ հանգստացել է։ Եվ դա է պատճառը, որ 1973 թվականին, այսինքն անկախությունից 25 տարի հետո մի ծանր ռազմական գրոհ, որը անսպասելի գնաց Իսրայելի վրա եւ սկզբից կորուստները շատ մեծ էին, բայց նրանք կարողացան դիմանալ այդ փորձությանը։ Այս անալոգիան ես հենց այնպես չեմ վերում։ Այսօր 25-ամյակի ժամանակ նորից մեզ սպասում են ծանր փորձություններ։ Դա է պատճառը, որ մենք այսօր լինելով ընդդիմություն ամենից անում ենք, որ մեր պետությունը ամուր լինի եւ միասնական եւ մեր բանակը լինի հզոր։ Դա է պատճառը, որ մենք ամենից անում ենք, որ Հայաստանում կայանան վերջապես ազատ եւ արդար ընտրություններ, որովհետեւ անկախությունն ու ազատությունը աներևակայելի են առանց քաղաքացու ազատ ընտրության։ Եվ վերջում ես ընդամենը իր նախազգուշացում եմ ուզում անել։ Ցավոք սրտի, կարծես, նորից մեր անկախության, ամրապնդման, պաշտպանության բեռը ընկնելու է այն քաղաքական ուժի ուսերին, որը այդ անկախությունը նվաճել է, ամրապնդել է եւ պահպանել է։ Բոլորիդ շնորհավորում եմ անկախության 25-ամյակի կապակցությամբ։